միջազգային Այո, եւ կառույցներով խնդրում եմ դրա մասին կարող են, խոսեք։ դա շատ վտանգավոր նախադեպ է, ես ձեզ ասեմ, անձանց այսպես կամայական կալանավորման գծով հանձնախումբը, ՄԱԿ-ը բազմաթիվ այդպիսի հանձնախմբեր ունի, եւ Ադրբեջանը իր խավիարային կեղտոտ փողերը լվանալու այդ լվացքատան Ալիևյան լվացքատան գումարներով արդեն այնտեղ գտել է այդ յուտ խնդրեմ, տեսեք այս տիկնոջը, այդ Յուտկիվսկան, Հաննա Յուտկիվսկան, որը ծառայություններ է մատուցում Ադրբեջանի նավթային ընկերություն Սոքարին, եւ ինքը միաժամանակ Եվրոպական դատարանում մարդու իրավունքներ է պաշտպանում եւ այդ հանձնախմբի փորձագիտական եզրակացությունն է ղեկավարել եւ այս թվականի փետրվարին նրանք եզրակացություն են տվել, որ պարզվում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը կամայական չէր։ Այսինքն նրանք պաշտպանել են Ադրբեջանին, որ այստեղ հիմքեր կան, եւ դուք պատկերացնում եք ՄԱԿ-ում ինչպես է այդ եզրակացությունը մտնում է, սկսում է հիմք դառնալ մյուսների համար։ Ստեղծվել է նախադեպ եւ դրա հիման վրա նրանք շուտով նոր եզրակացություններ կտան արդեն Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի ու մնացած բոլորի վերաբերյալ եւ Ալիևը կարողանա փաստաթղթավորել իր սև ապօրինի գործը դարձնել այսպես ասած իբրև սպիտակ եւ միջազգային փաստերով ապացուցել, որ բանտում գտնվում են ոչ թե Արցախի հայ բնիկ հայ ժողովրդի ազգային ինքնորոշման համար պայքարած եւ Արցախի հանրապետությունը հռչակած ազգային գործիչներ, այլ ինչ որ ահաբեկիչներ։ Սա այդ ահաբեկիչներին դատելու սոսկալի պատի բարձրացման առաջին քարն է եւ ինչ է անում Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ում ներկայացուցիչը, ինչ է անում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը, արդարադատության նախարարը, ոչինչ։ Դրա փոխարեն միջազգային դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որ գիտենք նաև ցուցակը կազմեց Արցախում տեղի ունեցող ցեղասպանության եւ այնտեղ ընդգրկեց Ալիևին իր ամբողջ հանցախմբով, այդ մարդը բացահայտել է, որ Յուտկիսկան թաքցրել է իր կենսագրությունը, իսկ ՄԱԿ-ի կանոնագրքով, երբ կա շահերի բախում, դու իրավունք չունես լինել այդ հանձնախմբում։ Դու ինչպես ես դա ղեկավարում, դու ինչ եւ նրա ամուսինն էլ ադրբեջանական ցակման ինչ որ ուկրաինական քաղաքական գործիչ է, որը ամբաստանվում է կոռուպցիայի մեջ եւ մեր 44-օրյա պատերազմի ժամանակ քանիցս Ուկրաինայում հրապարակային ելույթներ է ունեցել, պաշտպանելով Ալիևի զավթողական ըստ էության ցեղասպան քաղաքականությունը,